Վաղարավոտի անդիմակավորված անձինք մտել են իմնեմնիմի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ձեռքները ոլորելով ձերբակալել ու քննչական կոմիտե տարել։ Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի անտիֆեյքի գրասենյակը նույնպես խուզարկել են առգրավել ամբողջ տեխնիկան։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա են ձերբակալել հաղորդավարներին։ Սիմոնյանի մամուլի խոսնակն է հաստատել տեղեկությունը, ավելի ուշ էլ ինքը ու ասել, որ ազգային ժողովի նախագահը հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որպեսզի իրավական գնահատական տան իմնեմնիմի հաղորդման ժամանակ հնչած վիրավորական արտահայտություններին, սպառնալիքներին։ Ինչպես գիտեք, Սամսոնյանն ու Սաղաթելյանը իմնեմնիմի փոդքասթն են վարում, որտեղ օրեր առաջ հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ հարցազրույցից հետո Ալեն Սիմոնյանը գրառում էր արել Սաղաթելյանին ու Սամսոնյանին անվանելով շանտղաներ։ Դրանից հետո իմնեմնիմի փոդքասթի հաղորդավարները Ալեն Սիմոնյանին անվանել էին անասուն, իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել։ Ալեն Սիմոնյանի մայրը հանրությանը հայտնի է այս տեսանյութով, նա թքել էր ընդդիմության հանրահավաքի մասնակիցների վրա միջնամատ ցույց տվել։